Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Ալիսա Մարտիրոսյանն է, ով բնակվում է ԱՄՆ-ում։ Ողջույն Ալիսա ջան։ Ողջույն Շուշան ջան։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, որպեսզի մասնակցեք մեր այս թողարկմանը։ Պատմեք մեզ ինչպես եք հայտնվել, երբ եք տեղափոխվել ԱՄՆ եւ ինչու հենց ԱՄՆ։ Մենք մեր համար ապրում էինք Հայաստանում։ ԱՄՆ-ն ինչ որ բաղձալի երազանք էր ոչ միայն մեր համար, կարծում եմ բոլորի մտքով ոնց լինի անցած կլինի գոնե կյանքում մեկ անգամ տեսնել այդ Ամերիկան։ Հա, մենք էլ նույն ոնց որ բոլոր մարդիկ այդպես մեր համար ապրում էինք Հայաստանում։ Մինչև 2007 թվականին, որ կեսրարս գրին քարտա շահել, իրենք սկեսուրիս ու տալոչս հետ միասին երեքով եկել են Ամերիկա գրին քարտ են շահել, 2009-ին արդեն այստեղ են եղել։ Այսպես կեսրարս է մեզ փաստորեն բոլորիս բերել այստեղ։ Հա։ Պատճառը նա է։ Վերամիավորումով է։ Այո, ընտանիքի վերամիավորումով ենք այստեղ։ Դե փաստորեն իրենք շատ գոհ էին, էլի։ Հա, իրանք որ եկան մնացին, նայեք, տալս այդ ժամանակ 11 տարեկան էր, միայն իրենք կարողացան բերել, մենք ու տեքորս ընտանիքը, տեքրս ամուսնացած էր, տեքրս էլ 28 տարեկան, տեքրս էր 29 տարեկան ամուսինս, մեզ չհասավ, մենք մնացինք Հայաստանում, իրենք եկան, պետք է 21 տարեկանից լրացած չլիներ, 21 տարեկանը պետք է անցած չլիներ, այդպես իրանք երեքով են եկել սկզբից, այստեղ 3 տարին լրացավ, մի անգամից հետ եկան, ասեցինք, կարոտել են, ոնց որ հետ են գալիս Հայաստան, եկան, բոլորին տեսան, լավ շրջեցին, բան ասեցին, չէ, մենք գնում ենք նորից Ամերիկա, եկան նորից տեղ, արդեն որ դե 4 տարին ամիս հետո դարձան citizen, քաղաքացի, ու անմիջապես կեսուրս դիմել է մեր համար, և մեր, և տեքորս ընտանիքի համար, իրենց տղաներին, պահանջել են, հեշտ ստացվեց, այո, 9 տարի հերթի մեջ ենք եղել, այդ արանքում էլ COVID-ը ընկավ, մի քիչ երկարեց, հերթերը COVID-ը ընկավ, այդ պատերազմը եղավ, այդ թվականներին ենք մենք եկել, այդ անցան դրանք, հա, այո, մի փոքր ուշացավ, մեր հերթը տարի ու կես ավել սպասեցինք մենք, բայց բարեհաջող ստացվեց ամեն ինչը դրանից հետո հեշտ ստացվեց ու բոլորս միասին եկել ենք այստեղ, թե մենք, թե տեքորս ընտանիքը, մի օր առաջին օրը մերն էր հարցազրույցը, հաջորդ օրը իրանց, այսպես իրար հետ էլ տոմս ենք առել, բոլորս միասին հայտնվել ենք այստեղ։ Բոլորդ էլ միասին հիմա ապրում եք, թե արդեն ամեն մեկը առանձին տներում, հեռու։ Ուրեմն սկեսուրենքս ապրում են West Hollywood-ում, որտեղ ավելի շատ հայեր չկան, ավելի շատ հայեր չկան, մենք ապրում ենք Գլենդելում, բնականաբար հիմա կասեք, բոլոր հայերը հայերի համար Գլենդելն է, այո, տեքրս ապրում է Գլենդելում իր ընտանիքով և տալս նույնպես ապրում է Գլենդելում ընտանիքով և այստեղ էլի ունենք բարեկամներ, ծանոթներ, մենք մենակ չենք այստեղ ու մինչև մեր գալը, ոնց որ իրանք մեր համար ամեն ինչ արդեն պատրաստել էին, այդ նեղությունները մենք չենք քաշել փառք Աստծո, ուրիշներին որ լսում եմ կամ տեսնում եմ, ինչպիսի նեղությունների միջով են անցնում, մենք դրանք փառք Աստծո չենք տեսել։ Բայց հեշտ հարմարվեցիք, որ արդեն եկաք, ասենք, անցավ մի շաբաթ, 2 շաբաթ զգում էիք, որ չէ, էլի ինչ-որ բան դժվար է, թե ամեն դեպքում որ հարմարությունները ապահովել էին։ Այո, դրա համար մի փոքր ավելի հեշտ էր մեզ համար, այո, շուտ հարմարվել ենք, փոքրերը ավելի շուտ, երեխաներս ավելի շուտ են հարմարվել, այնուհետև մենք, ես էլ հարմարվող եմ, որ երկիր գնամ կհարմարվեմ, ես չեմ փոխվի,
Այն որ իրանց ջրերը չեմ ընկնի, երբ որ այս ազգի հետ եմ, իրանց նման եմ, բայց ես հայ եմ, չեմ փոխվելու։ Հայերեն եմ խոսում, այո, հայերեն եմ խոսում։ Մի փոքր ամուսինս անեղվում, ասում չգնանք Հայաստան, նայ հələ։ Որ ընդեղ ենք, ասում էր առանց մամայի, պապայի ենք, սենց ունապետ, իրանցից առանձին ենք ապրում, շատ էր կարոտում։ Ամուսինս շատ էր կարոտում ծնողներին, քույրիկին։ Հիմա այստեղ ենք, արդեն 4 տարի այստեղ ենք, ասում է գնանք Հայաստան, մի քիչ Երուսաղեմ, ինքը մի քիչ հանգիստ մարդ է։ Ամուսինս ավելի հանգիստ առօրյա է սիրում։ Այս Երուսաղեմը իրան դուր չի գալիս։ Մեկ-մեկ էլ ասում է Գլենդելից հեռու գնանք, դրան էլ համաձայն, ավելի հանգիստ, ավելի որտեղ բնությանը մոտ ուզում գնա։ Դե հա, միգուցե տեղափոխվենք լավ լինի, բայց հետաքրքիր Հայաստանը ի՞նչն է կարոտում ամեն դեպքում, եթե այն ժամանակ ընտանիքներ կարոտում։ Ամեն ինչը ինքը իր ձեռով գառեր մորթում, ստեղ չի կարում, չի թույլատրվում։ Այստեղ գառքո ձեռքով մորթես չկա տենց բան։ Ամուսինս ծագումով Գեղարքունիքի մարզից են, չգիտեմ գիտեք թե չէ, որ Գեղարքունիքի մարզում հենց տոներից որ վերցնենք Վարդավառը ինչպիսի մեծ շուկով նշում են ու գառ են մատաղանում, հա, գառ են մատաղանում, այդ օրը հենց գալիս է զանգում է հոպարին, ասում է հոպար գառը մորթել ես, շատ է կարոտում, շատ։ Դե ոնց ասած մի մեծ կյանք մի ուրիշ մշակույթով է ապրել, հիմա տեղափոխվելը հələ չի։ Համել դե մի քանի տարի է կսովորի էլի երևի։ Տեսնենք, համոզում ենք։ Այդ գծի վրա եմ, համոզում եմ։ Իսկ ձեր համար ինչ կա, որ օրինակ դուք կարոտում եք Հայաստան, ճիշտ է, հարմարվել եք, կյանքը սովորական հունի մեջ գնում է, բայց կա մի բան, որ շատ եք կարոտել։ Իհարկե, Շուշան ջան, ես դեռ Հայաստանում էի, հենց վերջին տարին կորցրեցի մայրիկիս, հենց առաջինը մայրիկիս գերեզման, որ չեմ կարողանում հաճախել, շատ ցավալի է։ Դե խորհուրդ են տալիս, ասում ես ստեղ ինչ որ մեկի գերեզմանին կարած գնաս, էլի ծաղիկներ դնես, խունկ ծխես, էդ էլ հանգստացնում է։ Հա, թեկուզ տանն է։ Չգիտեմ։ Հետո հայրիկիս, ամենակարևորը, հայրիկիս շատ եմ կարոտում, որովհետև մենակ ապրում հայրիկս, այո, քույրիկս ու եղբայրս էլ Հայաստանում չեն, ինձանից շուտ, արդեն 20 տարի է եղբայրս Ֆրանսիայում է բնակվում, ունի էլի մեծ ընտանիք, եւ քույրիկս արդեն մոտ 10 տարի էլ քույրիկս Գերմանիայում է ապրում, այդ պատճառով հայրիկս համարյա մենակ է։ Բարեկամները կան, բայց այսպես հարազատներից չունի ոչ ոք, մայրիկս էլ դե մահացել է։ Այսպես հայրիկիս եմ շատ որ ինքն էլ տեղափոխվի երեխաներից մեկի մոտ։ Երեխաները բոլորն էլ իրեն կանչում են, ինքը գնում է 3 ամիս։ Մանում։ Մանա գալիս, իրատում է գնում։ Ասում է ես իմ էջմիածնից եմ, ես։ Հա։ Ես էջմիածնից եմ, ես գնում եմ իմ էջմիածին, ասում է։ Հա։ Այդպես ամեծերը մի քիչ ավելի դժվար են հարմարվում, չէ՞։ Հա։ Այդպես այո։ Այլ լեզվական խնդիրներ ունեիք, որ տեղափոխվել եք, խնդիրներ առաջացավ, եթե ունեիք լեզվական խնդիրներ։ Շնորհակալ եմ հարցի համար, Շուշան ջան։ Ես Հայաստանում մանկավարժ եմ աշխատել 2001 թվականից, դպրոցում դասավանդել եմ անգլերեն լեզու, British English, բրիտանական անգլերեն։ Ասում եմ, ես կգնամ այնտեղ խնդիր չեմ ունենա։ Եկա, մի անգամ հերթի մեջ կանգնած ենք, ուզում եմ բան եմ հարցնում, լավ չենք հասկանում իրար։ Չգիտեմ, մեքսիկեր, ինչ էր, իրանց անգլերենն էլ ավելի ուրիշ է, հնդիկների անգլերենը էլի ուրիշ է, ամեն մեկը իր անգլերեն ունի։ Հա։ Տենց լավ չենք հասկանում իրար, մի անգամ խանութում բանկայով օրինակ սունկ եմ ուզում, մարինացված, ասեցի մոտ աշխատող գտնեմ, ուզեմ, էլի ոնց նոր եմ հələ եկել, նայում եմ շարքերում չեմ գտնում այդ սունկը, մի հատ աշխատող գտա, հարցնում եմ, ասում եմ մարինացված սունկ անգլերեն։ Ասում է, եկեք գնամ ցույց տամ, ասում եմ, ինչ լավ է, ինձ մեկը հասկացավ ստեղ։ Գնում եմ բանա, ուրիշ բան ցույց տվեց։
Եկոցի ծողոնում ամուսնուս ասում էլի չգտանք։ Սխալ բացից վեց, էլի չէր հասկացել ինձ, էլի սխալ էր հասկացել։ Հետո ամուսինս ասեց ուրեմն դու լավ չես իմանում անգլերեն։ Ասեցի ոնց լավ, թող տենց էլ իմանան, ինչ ասեմ, 20 տարվա ուսուցչին ասում է լավ չես հասկանում անգլերեն, աշխատողները, այդ կասայի աշխատողներն էլ իմիջիայլուց լավ չեն հասկանում։ Ես հետո հասկացա, արդեն այսքան ապրելուց հետո հասկացա, որ ամերիկյան անգլերեն պետքա սովորեմ։ Հա, շփման միջոցով սովորեցի, միշտ ասում եմ չեմ կոտրի իմ լեզուն, թող իրանք սովորեն նորմալ գրական անգլերեն խոսել։ Բայց չէ, պետքա ես սովորեի, որովհետև զգացի, որ ինձ չեն հասկանում։ Նայեք, մի անգամ սկեսրայրից պետքա հիվանդանոց տանենք, սկեսուրս աշխատանքի էր, ես էլ նոր եմ եկել, ասեց Ալիս ջան, ինչ կլինի, ես այս ժամին աշխատում եմ, դու կգնաս պապայի հետ, տենաս ինչ են ասում, մտել եմ, ամեն ինչ հասկացել ենք իրար, բժիշկների, բուժքույրերի հետ։ Մի անգամ էլ այդպես միամիտ բանկ եմ մտել, տեսնում էլի բոլորս իրար հասկանում ենք։ Ասում եմ լավ, ուրեմն sense տեղերում, որ աշխատում են ավելի կիրթ մարդիկ, պաշտոնական վայրերում, որ գրական վայրերում լավ էլ իրար հասկանում ենք, հա։ Իսկ խանութներում իրար չենք հասկանում։ Դրա համար հիմա ես էլ ամերիկյան անգլերեն եմ սովորել իրանց նման ու ավելի հեշտ ասենց ինչ անեմ, կոտրեցի լեզուս, ես էլ եմ կոտրել։ Դե ոչինչ, կարևորը հարմարվեք։ Իսկ երեխաները Երեխաները ինչպես ձուկը ջրում, շատ հեշտ է։ Սկզբից մտածում էինք առաջին գնացին աղջիկներս հենց եկանք, հենց այդ տարի գնացել են առաջին, 6 տարեկանին։ Գնացին առաջին դասարան, շատ էի մտածում, ասում էի հեսա ծույլիկ կլինեն, հեսա ծույլիկ դառնան, լեզու չգիտեն, ինչ մեղք են էս երեխեք, ում պետք է դիմեմ։ Իսկ այսօրս ասեց ոչ մեկին, 11 տարեկանից այդտեղ դպրոց է գնացել, իսկ այսօրս ամեն ինչին ծանոթ է։ Ասեց, հեսա կտեսնես, երկարօրյա կա, դասերից հետո after school է կոչվում։ Մնում են դասերից հետո, երեխաների հետ դասերը սովորացնում են ուսուցիչները, պատրաստ ուղարկում են տուն։ 3 ամիս այդպես համբերել եմ։ 3 աստի դե լավ է, որ երեխաներով զբաղվող կա, ես էլ մտնեմ քոլեջ, մի քիչ տեսնեմ ստեղից ինչ անգլերեն լեզու, որ ես չգիտեի։ Մտա քոլեջ, թեստը հանձնեցի, իմիջիայլոց դե քերականությունս շատ ուժեղ է, մի անգամից 5-րդ level-ը ստացրեցին, ամենաբարձր level-ն է, 0-ից սկսվում է։ 0-ն որ սկսնակ, տառերն էլ չգիտես անգլերեն։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ 5-րդ։ Ես իմ կամքով ասացի, չէ, ես 4-րդ եմ ուզում նստեմ։ Ասացի, կարող ես, եթե ուզում ես նստի։ Այդպես 4-րդ level գնացի, որ մի քիչ ավելի շատ շփվեմ դասախոսների հետ, ուսանողների հետ, ավելի շատ էի ուզում շփվեմ։ Այդպես երեխաներին տվեցի դպրոց, առաջի այդ երամսյակում 3 ամիսներից հետո բան ռեպորտ ա գալիս տուն, երեխաների գնահատականներ տեսնում եմ, տալոչս ցույց եմ տալիս, ասում եմ, ինչա, լավ գնահատականներ են, ասում եմ, վատ։ Վատացա։ Անկեղծ եմ ասում, այդ իմ համար մի հատ չգիտեմ ինչ էր։ Դասերից ես դուրս եկա, կանգնեցրեցի, անցա աղջիկներովս զբաղվեցի։ Ու հաջորդ կիսամյակում արդեն ոչ մի դպրոց ինձ պետք չէր, դասերից հետո ես բերում էի տուն, դասերը ինքս էի պատրաստում, ասում եմ ես կլինեմ իրանց ուսուցիչը։ Դե նոր ենք եկել, հələ չեմ կարող տամ առանձին որ պարապեն, ասում ես կլինեմ, ինչի տամ պարապելու։ Ես էլ չաշխատեցի, չի աշխատում, աղջիկներովս էի զբաղվում, ու շատ լավ արդյունքի հասանք։ Հիմա 4-րդ դասանում են սովորում, շատ լավ են սովորում, ինքնուրույն առանց ինձ, արդեն վաղուց առանց ինձ դասեր անում են մենակով, ու այն երեխաները, ովքեր իրանց հետ գնում են after school, հիմա այդ երեխաները էլի իրանց դասարանից կան, որ այդ առաջադիմություն չունեն, մի բան էլ հետ են գնացել, այդպես ծնողները ասում են մի հատ գնանք տեսնենք ինչ է կատարվում, մտնում են տեսնում են մի երեխան այն կողմն է վազում, մյուս երեխան այնտեղ նախ պետք է այս բոլորին նստացնես, որ կարողանաս դաս անես։
այստեղ այդ ազատությունն է, Շուշան ջան։ Այդ դպրոցների ազատությունը, որ ինձ դուր չեկավ։ Ես ուսուցիչ էի, ուսուցիչ եմ աշխատել երկար տարիներ, սովոր չեմ սրան, մենք կարգ ու կանոն ենք սիրում, չէ՞։ Նախ պետք է լուր լիներ դասարանում, որ կարողանանք դասը սկսենք, բայց ոչ թե երեխան ինչ ուզի անի ու դու չկարողանաս գոնե մի բառ ասես վախենալի է։ Չես իմանում։ Բայց առաջին դասարանում էլ էր փաստորեն գնահատվում, որ ասեցի գնահատականներ եկա, որտեղ չենք գնահատվում առաջինում էլի։ Այ, ու հիմա նույնիսկ օրենք դուրս եկավ մինչև 5-րդ դասարանի առաջի կիսամյակ էլ չեն գնահատվում աշակերտները այս նոր օրենքով։ Այո, այդքան բան է փոխվել Հայաստանը։ Հա։ Ավելի շուտ ոնց որ բնութագրի տիպի ինչ որ բանով են էլի անցնում տարին։ Բայց դա էլ իր խնդիրներն ա բերում։ Այո, պետքա գնահատել, իմ կարծիքով, այդ 10 բալն էլ որ արեցին, ես դպրոցում այդ ժամանակ տեսնում էի այդ փոփոխությունները, այդ 10 միավորանոց համակարգն էլ ինձ դուր չեկավ, Երանի մեր ժամանակները, չէ՞։ Շատ լավներ։ Ամենաբարձը 5-ը ինչ լավ գնահատական էր, չէ՞։ Դե ոնց որ համեմատում եք, մեզ դնում էին 5 գումարած կամ 5 հանած, այս 10-ով դուրս է գալիս 5 գումարածը 10-ն է, 5-ը 9-ն է, 5 հանած չկա արդեն, 5 հանած այդ ոնց որ այստեղ 8 է գալիս, բայց արդեն գերազանցիկի չի էլի։ Գիտեք, Հայաստանից երեխաները նոր են գալիս, մի անգամ երեխաներից տարել էի տարին մեկ անգամ կանչում են բժշկական զննման, հայ էլի երեխեք կային օֆիսում, մոտեցա, խոսեց, իմիջիայլոց որպես մանկավարժ կողքս հենց երեխա եմ տեսնում, ես սկսում եմ խոսացնել կամ խաղացնել կամ հարցեր տալ, որ տեսնեմ ինչ գիտելիքներ ունի կամ եթե չգիտի, դաժե սովորացնում եմ այս ընթացքում։ Մի հատ տղա երեխա էր, ինչ խելացի էր, ասեցի երբ եք եկել, մաման կողքներ, ասեց նոր ենք եկել, առաջի անգամ ենք եկել, բժշկի եմ բերել, դրանց եմ, ասեց ոնց է երևում, ասի ապրես ազիջան, ասում ես ինչ խելացի ես դու, ասում են ու դրանից հետո ես մի քանի անգամ հենց իմ երեխաների հասցեին լսեցի, որ բոլորը ասում են Հայաստանից եկած երեխաներ ինչքան խելացի են։ Հա։ Այսինքն եթե այդտեղ երեխան ներսում ինքը ոնց որ այդ տաղանդը ունենա որ խելացի է, այդտեղի դպրոցում առաջ չի գնա, ոնց որ կկորի իր այդ բանը էլի փայլը զոտ ուսուցիչների այդ անտարբեր ոնց որ այդ վիճակից կախված։ Այո։ Ես թե որպես ուսուցիչ, թե որպես ծնող եմ ասում, ծնողից շատ մեծ բան է կախված։ Ծնողներ գիտեն, որ երեխաներին ուղարկում են դպրոց, ոնց որ ուղարկում են դասատու, ասում են մենք ուղարկել ենք, դուք սովորեցրեք։ Չէ՞ որ պետք է գատուն, դուք էլ ձեր հերթին աշխատեք երեխայի հետ։ Ծնող ուսուցիչ այդ կապը պետքա լինի, որ երեխայի մոտ բարձր արդյունքներ գրանցվի, չէ՞։ Այդպես ես դրան միշտ կողմ եմ եղել ու 4 երեխաներից, ունեմ 4 երեխաներ, իդեպ 2 մեծ տղաներ էլ ունեմ։ Շնորհակալություն։ Իմ 4 երեխաների ուսուցիչը ես եմ եղել տանը, որովհետև չեմ թողել մենակ ուսուցչի հույսին, չի կարելի այդպես ուղարկել դպրոց ու ասել մենք ձեզ ենք տվել սովորեցրեք, շատ գիտեմ այդպիսի ծնողներ, բայց իր արածը ինչ է եւ այլն, ոչ, տանը պետքա ծնողն էլ աշխատի։ Դպրոցը չէ, լավ, հիմա իմ աղջիկները հաճախում են երգի։ Ուսուցչուհին դասի ժամանակ վոկալի ուսուցչուհին ինչ պետքա անում է։ Հետո գալիս են տուն, տանն էլ ես եմ միացնում, իրանք ամեն ինչ ունեն, ասում ինչ եք այսօր անցել, հիմա կրկնում ենք տանը կրկնում ենք։ Ինչ չի ասել, ուսուցիչը ոչինչ չի ասել տանը արեք, ես իմ ցանկությամբ եմ անում։ Պետքա մի քիչ էլ մենք իրար գանք, չթողենք մենակ ուսուցչի հույսին։ Այո, իհարկե։ Վերահսկողությունը լինի էլի։ Այո։ Չգան տուն ազատության մեջ չընկնեն։ Հա, տղաներն էլ րոպե թողում ես էկրանները միացնում են։ Հա, իհարկե։
Ու հետո էլ արդեն դժվար է լինում հետ բերես, որ նստեն դաս անեն։ Ճիշտ է։ Տղաներն էլ են բայց հեշտ սովորել։ Իրանց տարիքը ամեն դեպքում որ մեծ է եղել։ Տղաներին այդտեղ իրանց ուսուցիչներից հարցրեք, թե ինչ պայլուն աշակերտներ են եղել, մինչև ստեղ գալը, դե տղաս հենց այդտեղ էլ ավարտեց մեծս այդտեղ ավարտել, ամեն տարի ունեցել է գովասանագիր, փոքր տղաս ստեղ եկավ 3 տարի էլ այստեղից գնաց դպրոց, 2 տարի ու կես, այստեղ high school գնացել, Հա, ես մտածում եմ, վայ, կարող է երեխեքը մի քիչ լեզվի խնդիր ունենան, տես նորմալ ավարտեց, ընտիր դաժե, ընտիր, հա։ Այ որպես ուսուցիչ հետաքրքիր ինչն եք այդտեղի դպրոցում, որ հանդիպել եք ու հավանել եք ու ասում եք լավ կլիներ Հայաստանի դպրոցներում էլ այսպես լիներ, որովհետև ձեր փորձի ժամանակ այդ չի եղել։ Կա ինչ որտես լավ կետ։ Չէ, Հայաստանի մեթոդն այնց դուր գալիս, այստեղ դուր չի գալիս, մինչև այստեղ գալս, միշտ ասել եմ, բոլորը գիտեն մերոնք, ասում եմ ես գնալու եմ այնտեղ, էլի սովորեմ ու մտնեմ դպրոց, իմ գործը շարունակեմ, ես բացի երեխաների հետ աշխատելուց ոչինչ չեմ կարող անել, ասում եմ, բոլորն էլ գիտեն, որ հենց դա է իրականությունը, բայց այստեղ հենց իմ աղջիկների փորձից չէ, չուզեցի, այդ ազատությունից դուր չի գալիս, քիչ Սեղ մի քիչ այլ, հա։ Այդտեղ էլ են, բայց էլեկտրոնային արդեն այդ մատյաններ, օրագրեր, բան, այդ կարգով արդեն չէ։ Այո։ Այս բանին այո չեմ աշխատում, որովհետև աղջիկներս մի քիչ փոքր են, 10 տարեկան նոր լրացել, 2 ամիս առաջ, բայց դեռ խնամքի կարիք ունեն, մի քանի ամսով կարելի ասել 4-5 ամիս այս արդեն տանն է, այս տարբեր համերգային ծրագրեր ունեցան, եթե ես էլ աշխատեի, իրանք չեն կարողանա մասնակցել, այդ բոլորը ես եմ կազմակերպում, անում, տանում, բերում, աղջիկներով հատուկ եմ զբաղվում, որ հետ չմնան ոչ մի բանից, այդ էլ է կարևոր։ Հետո տղաներս էլ ասում են դու մի աշխատի, ամուսինս ասում են դու մենակ աղջիկների հարցերը որ լուծում ես, այդ մեր համար ամեն ինչ է։ Իրոք շատ դժվար է, բարդ է։ Չեմ աշխատում ամբողջ օրը, բայց ոնց որ չեմ նստում, չեմ հանգստանում։ Ասում Երանին այն մարդկանց որ գնում են աշխատանքից, նստած մի քիչ էլ իրանք են հանգստանում։ Տանը նստելը ավելի մեծ աշխատանք է, մեծ պատասխանատվություն է պահանջում, քան որ տանից դուրս ես գալիս։ Դե տանից դուրս ես գալիս, աշխատում ես 8 ժամ, տանը որ նստած ես, աշխատում ես երևի մի 10-ից 12 ժամ։ 24 ժամ աշխատում ենք, այո։ Այ հետաքրքիր է, հայկական դպրոց, ենթադրում եմ դե կա, չէ, հատկապես Գլենդելում եք ապրում։ Գնում են, գնացել են ձեր երեխաները, դե աղջիկները փոքր են։ Ոչ, առաջին օրից իսկ ես ընտրել եմ ամերիկյան դպրոցը, քանի որ այստեղ էլ 90%-ը հայեր են դպրոցում, principal-ը հայ է, տնօրենը։ Այո, հենց իրենց ուսուցչուհին հայ է, այստեղից ծնված է, բայց հայ է էլի։ Կապ չունի, չինացի ունեն դպրոցում ուսուցիչ, տարբեր ազգերի են, բայց աշակերտների 90%-ը հայեր են ու էլի Հայաստան, բայց այո, դպրոցում նույն հայ երեխաները խոսում են անգլերեն, մտանտում մենք չենք թողում, որ անգլերեն խոսեն, թույլ չենք տալիս, տղաներս շատ են հսկում, գրելը ես եմ սովորեցնում, աղջիկներին, գրելը անդադ հիշեցնում են, որ չմոռանան, միշտ ասում են հայերենը դժվար է, անգլերենը շատ հեշտ է, դե 26 տար ընդամենը, շատ հեշտ է։ Հետո մեր ուղղագրությունն էլ համեմատելի չի։ Ուղղագրությունս դուք ասեք, մեր հայ երեխաները հայկական դպրոցներում տառապում են ուղղագրական սխալներից, միշտ, մեր Հայաստանի դպրոցների աշակերտները, ես դպրոցում եմ եղել, ես գիտեմ, բայց իմ աղջիկներին էլի մեծ դժվարությամբ, բայց
ամեն օր էլ չի ստացվում այս զբաղվածության պատճառով, բայց շաբաթը 1-2 անգամ այսպես նստացնում եմ, Աստվածաշունչ ենք կարդում, հայկական գրքեր եմ առաջ բերում, անընդհատ ուզում եմ հիշեցնել, որ մենք հայ ենք, աղջիկ ջան։ Ինքնությունը մնա էլի մեր, հա։ Այո, հիմա հենց հայկական տեղ էլ հաճախում են երգի, հայկական տեղ եմ տվել, որ մի հատ գնան հայերով շփվեն իրար հետ։ Մտնում եմ, որ տուն բերեմ երեխեքին, տեսնեմ էլի, բոլորը հայ երեխաներ իրար հետ կանգնած խոսում են անգլերեն։ Հա։ Պարուսույցին ասում եմ, խնդրեմ, մենք էլ ուղարկում ենք հայկական տեղ, որ երեխեքի հայերենը բացվի, նորմալ խոսեն հայերեն։ Նորից անգլերեն է խոսում։ Դուք էլ ասում եմ, մի թույլ տվեք։ Իրանք հայկական երգեր են երգում իդեպ։ Որի համար շատ ուրախ եմ։ Էլ պատմեք, ո՞նց անցավ։ Ինչ որտեղ զբաղացիք։ Շատ լավ։ Այս տարի ուղղակի մասնակցում էինք, այտենց միջանկյալ։ Անցյալ տարի, հա, երկրորդ։ Անցյալ տարի երեխաները շատ լավ ներկայացան, կարող եք YouTube-ում դիտել, իդեպ, անցյալ տարվա AMVA Armenian Music Video Awards 2024-ը։ Տեսնեք, որ հանդիսատեսը բոլորը ոտնկայս ինչպես ծափարեցին, որովհետև երգի թեման հայրենասիրական թեմա էր եւ երեխաները երգում էին հերոսներ, հերոս տղերքը մեր երգը։ Ու բոլորը փշաքաղված ծափահարեցին եւ այնտեղ այդպիսի բան կար, որ պետք է յուրաքանչյուր հանդիսատես իր ձայնը կարող էր տալ ինչ որ մասնակցի։ Յուրաքանչյուր մասնակցին, այնտեղ էին մեր հայկական աստղերը, շատ այստեղի հայկական պարի խմբեր, երգի խմբեր, բոլորը ձայնը տվել էին մեր երեխաներին եւ արժանացանք այո այդ տիտղոսին այդ հանդիսատեսի լավագույն գնահատանքին արժանացանք։ Հա, հրաշալի։ Այո։ Ինչն եք այդտեղից շատ հավանել ԱՄՆ-ից, որ կուզեիք լիներ Հայաստանում։ Այստեղ օրինակ շատ տարածաշրջաններում եղել եմ տարբեր հարցերով, Գլենդելում չեմ նկատել այսպիսի բան, նայեք, ճիշտը ասում եմ, որովհետև հայա շատ տարածք է, օրինակ Լաքանյադայում աշխատել եմ սկզբից, Լաքանյադա շրջան է այստեղ, որտեղ հայերը այդքան չկան, մի 3-4 ընտանիք է, ամերիկացիներ են եւ քիչ քանակությամբ չինացի ընտանիքներ են ապրում ու այնտեղ դրսում որ քայլում էին ծանոթ իրար բարևում էին ինչպես եք կարող են կանգնել զրուցել առանց իրար հետ ճանաչելու շատ հավես էր այդ ես էլ սիրում եմ ինձ համար էլ գիտեք նայեք թեկուզ դուք անծանոթ ենք բայց այնպես եմ ծանոթանում սիրում եմ մի անգամից այո շփվող եմ այդ ինձ համար շատ հաճելի է որ Գլենդելում փողոցում չէ, որովհետև բոլորը հայեր են Հայաստանում ընդունված այո, հայերեն ընդունված չէ, պետք է անգլերեն խոսես ու անգլերեն շփվես, որ նայվի, էլի չի էլ նայվում ախր հայերեն, բայց օֆիսները ասեմ, օֆիսներ, բժշկական կլինիկաներ, որ գնում ես, այո, մտնում ես, բարևում ես, շնորհքով, ինչպես եք, օրինակ տենց բան այդքան էլ Հայաստանում չեմ նկատել այն թվերին, որ ես այդտեղ եմ եղել։ Չնայած գիֆտ մարդը միշտ էլ այդպես է իրեն պահել։ Այդ բուրս սպասարկման մակարդակը ոնց կգնահատեիք, որ համեմատենք Հայաստանի հետ։ Թեկոզ ասեցիք, որ կեսրարին տարել եք։ Այո, կեսրարից տարել էինք տարբեր հարցերով, մինչև անգամ վիրահատեցին, ինքը ունի ծածկույթ, ինշուրանս ունի, որը ծածկում է, իր որ պահին ինչից բողոքում է, գնում է բժիշկի, ընտանեկան բժիշկի մոտ, ինքը ընտանեկան բժիշկը ուղարկում է համապատասխան մասնագետի մոտ, ու այդ հարցը լուծվում է, բուժում են, ինչ պետք է անում են, ունեն, ինշուրանս ունեն, մենք ասենք, եթե ինչ-որ խնդրով դիմեցիր, մի քանի ամսվա ընթացքում այդ խնդրին լուծում կտրվի, այդպես է, թե չէ։ Մի անգամ տենց բանել ա եղել,
տղաս, որ high school-ում էր սովորում, ֆիզկուլտուրայի ժամերին դրսում ուսուցիչը վազացնում է, տղաս եկավ տուն, գլուխս ցավում, ասում ինչի՞ց, ասում է դրսում արևի տակ եմ վազել։ Ու տենց մի անգամ ասցի դե լավ էս մի անգամ կանցնի, տեսա չէ մի քանի անգամ այդ բողոքը ուներ տղաս։ Զանգահարեցի մեր իրա հենց բժիշկին, մինչև 18 տարեկան, այստեղ երեխաները էլի ունեն բժիշկ, զանգահարեցի ժամադրություն խնդրեցի, ասեցի, այո, ժամադրություն խնդրեցի տղայիս համար, որ ասեմ գլուխը ցավում է, ուր կուղարկի, ինչ մասնագետի մոտ, ասեց 3 ամիս հետո կարող եմ տամ ժամադրություն։ Ասեցի, բայց հիմա է ցավում, ասեց ինչ անենք, տեղ չունենք։ Հենց տենց էլ ասեց, տեղ չունեմ հիմա, որ գրանցեմ։ Սպասեցինք, այդ սեպտեմբերի վերջն էր, հոկտեմբերի սկիզբը, հունվարին զանգել է, ասում զանգել եմ, որ հիշացնեմ, վաղը ժամադրություն ունեք մեր մոտ։ Ասեցի, ինչի համար, արդեն մոռացել էի։ Ասում է, բանա, ձեր տղայի համար, Արմանդ Մարտիրոսյանի համար, գլխացավի համար ժամադրություն ունեք։ Ասում եմ, չէ, էլ չի ցավում, շնորհակալություն։ Ոչինչ ասում եմ, անցավ։ Էլ չի ցավում, էլ ուր գնամ։ Այդ պահին ցավում իր։ 3 ամիս հետո։ Եթե օրինակ Աստված չաներ, ասենք ուղեղի ցնցում տարած լիներ, ինչ էր լինելու օրինակ։ Հետևանքը էլի 3 ամիս հո չէիք սպասի, բայց ինչ պիտի անեիք։ Չէ, այդ ժամանակ նոր էինք եկել, այդքան ամեն ինչը չգիտեի, ճիշտ ասած, եթե ասեի մերոնք էլ ուղղություն ցույց կտային, ձեն չեմ հանել, չեմ իմացել։ Բան կա, urgent care կա, որ նույն պահին տանում ես, տիրություն են անում, եթե իրանց խելքի բանը չի, շտաբ ուղարկում են արտահերթ, հերթել չես կանգնում, տվյալ հիվանդանոց են ուղարկում, այդպիսի դեպք էլ ա եղել, հետո իմացա, այդ ժամանակ չգիտեի, նոր էին եկել, պետք է ամեն ինչ ապրես, որ այո, կա, urgent care կա, emergency կա, emergency շտապ օգնությունն է, արդեն շտապ օգնությունն էլ ենք գնացել մի անգամ շատ լավ վերաբերմունք, շատ անհատական վերաբերմունք են ցույց տալիս, շատ գոհ եմ։ Ճիշտ ասած տղայիս թևը դուրս էր ընկել տեղից, գնացինք, դիմեցինք, արագորեն, այդ հարց մի րոպե չինացի բժիշկ էր, բռնեց թևը, ասեցի ինչ անում, այլ հասկացա գցեց տեղը։ Վարկանապես այդ հարցը լուծվեց։ Գոհ եմ, շատ գոհ եմ։ Բայց ատամնաբույժները ընդհանուր առմամբ Հայաստանի բժշկությունը մենք միշտ առողջ չէ, գոհ եմ, այդտեղից էլ եմ գոհ, այստեղից էլ եմ գոհ, չէ, դժգոհ չեմ Հայաստանից։ Տղաներս այդտեղ 15 տարեկան էին, ատամնաբուժարան ընկանք, մեկը 15 տարեկան էր տղաս, մյուսը 17, անվճար բուժեցին ատամները, Ավթաշենում, դաժե հիշում եմ որտեղ, ասեցի ինչու անվճար, ասեցի որտեղ արդեն իրանք հաշվառված են բանակի համար, չէ, անվճար բուժել են երեխաներիս ատամները, օրենքի սահմաններում աշխատել են։ Հա Դժգոհություն բացի բանակն էլ մինչև 18 տարեկանը կարծեմ երեխաները անվճար են սպասարկվում, ստեղ էլի ատամնաբուժարանը։ Վճարովի էլ կա, մենք մեր երեխեքին վճարովի ենք տանում, բայց անվճար էլ կա, հենց այտենց կենտրոն էլ կա, կարակեզյան կենտրոնը։ Ես մի վճարովի եմ տարել, ես չեմ, չէ, արդեն հաշվառվելուց հետո։ Հա։ Իրանք արդեն հաշվառվել էին, դրա համար իրանց այդ անվճար փաթեթը հասավ։ Դրանց առաջ միշտ վճարովի եմ տարել, չեմ իմացել տենց բան կա։ Հա։ Այ հետաքրքիր որ հայերով եք հիմնականում շրջապատված, ինչ որ առիթ ստեղծում եք, որ հայերով հավաքվեք, թե մենակ տոներին, թե միգուցե տոներին էլ չեք հավաքվում, ամեն մեկը փակված, ոնց որ ձեր ընտանիքի ներսում եք տոները նշում։ Նշում եք մենք այսքան տոները։ Իհարկե նշում ենք։ Այ նոր տարին հիմա դուք ամերիկյան բանով եք նշելու, թե հենց հայկականով։ Հայկական ուտեստներով, հայկական ավանդույթներով, ասեմ, դուք կարող այդքան չեք պահում Հայաստանի հայերը ավանդույթներ, ինչքան մենք ստեղ ստիպված անում ենք։ Ես կյանքում սենց բաներ չեմ պատրաստել, ինչ որ հիմա կողքերս սենց շարացա, կարող եմ ձեզ էլ ցուցադրել, եթե ուզում եք։ Ես Հայաստանում այդպիսի բաներ
Այո, գումարքեմ կտեսնեք այս ճաշատեսակներ, այս ամեն ինչը ես այդտեղ կարող եմ մատների արանքով մի քիչ էլ նայի, բայց այստեղ պահպանում եմ ամենայն մի քիչ էլ էջմիածնեցի եմ, ավելի շատ կա այդ մեջս այդ ավանդական մամաս որ պասուս տոլմա էր սարքում, ես հիմա սարքում եմ այստեղ։ Հա։ Նոր տարուն, որ բոլորը մտածում են այդ կարողա ուտելիք չի ուտվի, չէ՞։ Միս չի։ Չէ, ես պատրաստում եմ ամեն հայկական ամեն ինչը, որ կարող եմ առնել, բայց պատրաստել եմ, էլի պատրաստ եմ ցույց տալու, եթե համաձայն եք։ Բայց հունվարի 1-ով եք հենց նոր տարի նշում, թե այդտեղ ոնց որ ուրիշ օր է, չէ՞, նոր տարի։ Մենք 24-ին կհավաքվենք, այո։ Christmas Day-ը, Սուրբ Ծնունդը, կհավաքվենք այնուամենայնիվ, մեր մտքին չկար։ Չէ, մենք նոր եկածներս, մենք տեքորս ընտանիքը, մեր մտքին այդքան էլ չկա տեղի ավանդույթները, բայց տալս, որպես մեր մեջ ավելի երիտասարդ, ավելի ստեղ շատ ապրած, ինքս տեղի կանոններին արդեն լրիվ ծանոթ է, բոլոր ավանդույթներ, ամեն ինչ Հելովինին էլ գալիս ա մեզ զորով շորեր բերում ա հագցնում, ասում գնում ենք Հելովին։ Արդեն Հայաստանում էլ են նշում Հելովինը։ Իրոք։ Հա, շատերը ովքեր ընդունում են էլի ավելի շուտ։ Տես շատ մանրամասն տեղյակ չեմ, բայց այդ որ իրար քաղցրեն, չէ՞, կարծեմ նվիրում, այդ պիտի ուրիշ տարօրինակ հագուստ հագնվեն, գիտեմ որ այդքան բաներ կազմակերպում, բայց թե այդտեղ ինչքան մանրամասն արինում ստեղ անում են, այդքան թե չէ, այդքան տեղյակ չեմ։ Ուզում ասեմ, այդպես ազատ կարող են գնալ, ինչ-որ մեկի դուռը թակել եւ կոնֆետ ստանալ, այդ կա Հայաստանում։ Թե ուղղակի զգեստներ են հագնում, իրանց վախենալու մեյքափներ են անում։ Զգեստները գիտեմ, որ հագնում են, իմացածս ինֆորմացիան զուտ Facebook-ից է։ Հա, բայց որ տալս ասում է երեխաները կուրախանան, դե երեխաների տոնն է այդ ավելի շատ, բայց ընտանեկան տոնն է։ Բոլորը մաման, պապան, երեխաներով գնում են, հագնվում են, գնում են, չեն ալարում, իրոք, հավես է, բայց մտածում ես, ասում ես, դե, ոնց որ մենք տենց բաներ չենք ընդունում, էլի հայերս, իմիջիայլոց, եթե իմ մասին խոսեմ, ես իմ երեխաներին, երբ որ փոքր էին, այդ մուլտֆիլմները, կենդանական կերպարները, որ ցույց ենք տալիս, կամ շուր ենք առնում, կարող է վրան նապաստակ լիներ, կամ շուտ բարի կենդանի, էլի, իսկ ստեղ այդ դինոզավրերն են, բոլորի տներում են անկողնուց սկսած դինոզավրեր են։ Ես էլ էլ արդեն մոդա անկել։ Հիմա այդտեղ հա, շորերի ֆոտոս քաշել։ Ոտս քաշել դե ինչքան բան ա փոխվել։ Տոնա պատրաստվում եք, ասում եք ամեն ինչը հայկական եք, չէ՞, փորձում որ մեր խորհուրդը պահի հայկական, հեշտ է մթերքները գտնելը, որ այդ հայկական համը գտնեք, էլի, մեր հայկական բանով։ Նայեք, եկել եմ ստեղ առաջ 2 տարին ինձ սուրճը ուղարկել են Հայաստանից, որովհետև չէի գտնում, այդ համը չէի գտնում, կան ստեղ հայկական սուրճ կա, բայց այդ համը ես չէի գտնում, հետո գտա, արդեն հիմա էլ չեն ուղարկում, վերջ, պապաս էր ուղարկում, մեր բարեկամները հենց եկող էր լինում, ասեն, Ալիսային սուրճ հարմարվել եք արդեն այդ տեղի սուրճին, այսինքն։ Այո, հարմարվել, չէ, դրանից գտա, հետո հիմա դաժե իրանց մեծ բաժակներով այդ սուրճերից էլ եմ խմում, հարմարվել եմ։ Այ միսը շատ են ասում, որ տեսեք դուք էլ ասեցիք, որ գարան միսը ստեղի գարանսի համը չունի։ Գարան միսը չեմ հավանում, բայց տավարի միսն ու խոզի միսը շատ ենք հավանում, շատ։ Պետք է ընտրես, այո։ Համ ունի։ Շատ համեղ ես եփում եմ խաշլամա, ամուսինս չէր խառնվում, նույնիսկ ասում եմ դու ինձ համով ես պատրաստում, պապաս խոհարար ա եղել, մի անգամից ասեմ էլի, մի քիչ շատ աչքես տեսել, սովոր եմ, կարողանում եմ լավը ընտրել, շատ եմ անգալիս նույն խանութի մեջ, բայց գտնում եմ, ամուսինս էլ խոզի միսը շատ լավ գտնում, շատ համեղ խորոված է պատրաստում ամուսինս, շատ համեղ։ Չէ, համեղ են մսերը, գառը, որ մենք մեր ձեռքով չենք մորթում, երևի դրա համար համով չի, երևի։
Այ ինչը Հայաստանից կուզեիք, որ տեղափոխվեր ձեզ մոտ, որ ավելի լավ լիներ ձեզ համար։ Ծառնորակ աղբյուրները։ Կարելի է հիմա դուք ուղիղ եթերով մի բաժակ ջուր խմեք, ես ծարավս հագենա։ Խմեմ, ձեր տեղը խմեմ։ Խմեք։ Իշ ջրից բացի ուրիշ ինչ եք ուզեիք, որ էլի ձեզ մոտ լիներ, կամ ինչ-որ երևույթ, որ գիտեք, որ այդ Հայաստանում ուրիշ մշակույթ է, էլի։ Չգիտեմ հիմա այդպես է թե չէ, բայց միշտ երեխան նայում է ծնողին, տեսնես ինչը դուրը գալիս է, թե չէ դաստիարակությունը մի այլ ձև է մեր հայերի մոտ, չէ։ Հա, ծնողի խոսքը էլի։ Ուշադիր ենք, ճիշտ է, երեխային շատ հարցեր եմ տալիս, իրան էլ եմ հարցնում քեզ, այս ինչը դուր գալիս է, առնեմ, հա, ուզում ես, իր կարծիքը հաշվի եմ առնում անպայման, բայց վերջում իմ ասածն եմ անում։ Բայց այստեղ կոնկրետ երեխային են լսում ու վերջ։ Երեխան ճիշտ համարում, այդ տարբերակը ավելի ճիշտ չի, ամերիկյան տարբերակը, էլի։ Ամեն դեպքում ինքն էլ առանձին ոնց որ անհատ է, ինքն էլ իր տեսակով պիտի առաջ գնա։ Լսում եմ, մինչև վերջ համբերատար լսում եմ իր ինչ մտածեց, որ այդ ուզում է, բայց հետո փորձում եմ, եթե զգում եմ սխալ ասում եմ, չէ, շատ քաղցր է ուզում, չգիտեմ, գունավոր այդ, որ մենք համաձայն չենք մեր երեխաները այդ ուտեն հաստատ, փորձում եմ համոզել, հիշում ես ատամնաբուժը ասում էր սենց, այդ չի կարելի, չիպսը չի կարելի, կոլա չի կարելի, արդեն հասկանում է, բա որ չասեմ, ոնց կիմանա, պետք է ասենք, չէ, որ իմանա, պետք է դեմն առնենք, սահմաններ կա, այո, ամեն ինչը չափի մեջ, թողում ենք իրանց ասածով շատ ենք շարժվում երեխաների, բայց այդ չափը պահում ենք։ Բայց մեկը ոնց տարիք է գալիս, որ էլ չի ստացվում, չէ, պահել այդ։ Այո, դե 18-ից հետո կարելի է, հիմա տղաներիս եմ նայում, իրանք կատարյալ արդեն պատրաստի երիտասարդներ են, ինձանից էլ լավ են ամեն ինչը հասկանում, ինձանից լավ ընտրություն են անում, հո ես օրինակ իրանց հագուստները իրանք են ընտրում, ես էլ չեմ խառնվում։ Կողքից ասում եմ սազում ու կամ չի սազում։ Բայց իրանք են արդեն այդ հարցով։ Իրենք արդեն աշխատանք բան տեղավորվել են, թե դեռ սովորելու ճանապարհին են։ Հա, կես ժամանակ, քիչ է ժամանակը, ինչպես դե բոլոր տեղերում է, չեմ կարող ասել ստեղա քիչ, չէ՞։ Ձեր մոտ ժամանակը սենց շատ է, չէ։ Ամեն տեղում էլ ինձ թվում է ուր էլ ապրենք ժամանակը չի հերիքում, կես հասցնում ենք, կես 4 ժամ սովորում ենք, 5 ժամ աշխատում ենք, այն մնացած ժամերը ուրիշ հարցերով, սենց օրվա մեր գրաֆիկը բոլորս արդեն մեր մտքում կազմած ունենք։ Հաջորդ օրը որ բացվի ինքնանուն հասցնենք ամեն ինչ։ Ոնց որ մարդիկ հասցնեն, բայց հանգստանան, այ հենց կոնկրետ ԱՄՆ-ի պահով շատ ենք լսում, որ հանգստանալ չունեն, էլի մարդիկ, օրինակ թեկուզ ծովափնյա երկիր է, չէ, մարդիկ որոշեն, որ այսօր ընտանիքով գնանք բան, ասում են, որ չկա այդպես։ Ստեղ կարանք, չէ, մեր մտքով, չէ։ Գնում եք։ Ինձ թվում է մարդուց է, մի քիչ էլ մարդ պետքա սիրի ու ցանկություն ունենա, կարծում եմ ես սիրում եմ, մենք սիրում ենք ընտանիքով շատ ա եղել, գնում ենք օվկիանոս, գնում ենք Լաս Վեգաս, գնում ենք այստեղ տեղ կա որ ավելի տաք է Գլենդելից, օրինակ այս դեկտեմբերին գնում ենք Palm Springs, հանգստյան տներ են, լյուքս, որտեղ եղանակը ավելի տաք է ստեղից ու փուլ կա լողավազան, որ երեխաները լողանում են, ամեն շատ ուրախ է անցնում։ Հետո ունենք տեղ ավելի սառը տեղ ունենք Big Bear Fraser Park կոչվում է, որտեղ ձյուն է գալիս, օրինակ այս եղանակին շատերը, նամանավանդ մեր հայերը, նոր տարին անցկացնում են այնտեղ, դիմավորում են այնտեղ, ասում են գնանք համել ձյուն կտեսնենք։ Աղջիկներս էլ շատ որ փոքր էին այդտեղ մի տարի ինքն ձյուն էր դրել, հազիվ քայլում ենք, մեքենայով չկարողացանք տանենք մանկապարտեզ աղջիկներից 3 տարեկան էին։ Իջացրել եմ հազիվ sense քայլելով այդ փոքրիկ ոտքերը հանում են այսքան ձյուններ դրել, այդ հիշում են իրանք հələ վիդեոների մեջ էլ ունեմ, ցույց եմ տալիս, ասում նայեք Հայաստանում եք, նայեք ձյան վրայով ոնց եք հազիվ քայլում,
Ասում են մի անգամ որ գնանք Հայաստան, ձմռանը գնանք, որ ձյուն տեսնենք։ Անընդհատ ինչը չկա, այն են ուզում։ Արկեդված պետողը քաղցր է, չէ, ինչը չկա, այն են ուզում։ Այ ուրիշ ինչ են կարոտում Հայաստանից երեխեք, հետաքրքիր ինչ իրանց հիշողության մեջ ինչն է տպավորվել։ Իրանք այդտեղ էլ գնում էին խմբակների, իրանց երեխաներին են հիշում, մանկապարտեզից ֆլեշկի վրա ամեն ինչ հավաքած բերել եմ նայում են, վայ ընկեր Սեդան, վայ ընկեր Անահիտ, իմիջիայլոց ընկեր Սեդան այստեղ է ու նորից մանկապարտեզ է բացել, պլանավորել ենք ու պիտի հանդիպենք։ Երեխաներին 3 տարեկանում են իր մոտ են եղել մանկապարտեզում ու ստեղ այդպես կարոտում են, հիշում են բոլորին, ոչ մեկի չեն մոռացել, ոչ մեկին։ Աղջիկները Արմենչիկի հետ էլ երգ ունեն, մանկություն երգի մեջ կան աղջիկներս։ Այս վերջում որ Արմենչիկի երգում իմ երկիրը անունս ու տունս է էլի հայրենիքի մասին է։ Երեխաներից 9 տարեկան այստեղ նշում էինք, մանկական սրճարան էինք ման գալիս, տենց հայկական էի ուզում, որովհետև մի քանի ամերիկյան տեղեր գնացի, շատ կեղտոտ էր, շատ դուրս չեկավ, մեր հայերը այդ կողմից փայլում է իրանց մոտ ամենից, շատ մաքուր է, ու ես էլի տենց հայկական տեղ վերցրեցի, playground-ա կոչվում, մանկական սրճարան, երեխաներս ինչ էին ուզել Այսքան Disneyland գնացել են տարբեր կերպարների մեջից, այդ դիսնեյական կերպարների մեջից ինչ են ընտրել։ Փերփերի կերպարը, հայկական։ Փերփերի են եղել իրաց ծնունդի օրը, մանուշակագույն մազերով փերփերիներ են եղել, այո, հայկական ու հայկական երգեր այդ օրը իրանք երգել են իրանց ծնունդին։ Հայկական ոճով եք նշել էլի։ Այո, թեկուզ օտար երկրում, բայց էլի հայկական։ Ամեն ինչը հայկական։ Հիանալի է։ Թող այդպես է շարունակվի։ Հաղորդավար է ընտրել Մերի Մակարյանին, մեզ հյուր էին եկել Gigi Twix-երը, եթե ճանաչում եք Մանոյի ու Սարգիսի դուստրերը, հրաշք դուստրերը։ Հա, իրանց հրավիրել ենք, իդեպ շատ մեծահոգի էին, որ եկան ու մասնակցեցին, չմերժեցին ու դաժե Յանան երգչուհի է, ուղղակի հիմա չի երգում, Լիդուշիկի հետ բարի, չէ՞, այդ լավ երգը Յանան երգում է, ահա, հիմա իրան տվել է բլոգերությանը։ Հա, հիմա այդ են անում, ընտանյոք է իրանց։ Հա, իրոք ընտանյոք։ Հա, բայց շատ լավ մարդիկ են, իրանք էլ շատ լավ հայեցի դաստիարակված երեխաներ են ու աղջիկներից ծնունդին որ եկավ երգ նվիրեց իրանց Happy birthday to you երգը երգեց, կարար չերգեր, բայց հայի ծնունդ էր եկել, կամից երգեց, այո, սրտանց շատ ուրախ են, անակնկալ էի արել, աղջիկները չգիտեին որ գալու են, ես ինքս էի ձեռնարկել, մենակ գիտեմ որ իրանց հետևում էին, նայում էին, ես է թողում էի որ նային, որովհետև հայկական հաղորդում է, հայերեն են խոսում աղջիկները, չէ, իրանց բլոգներում, այդպես սիրեցին իրանց, մի բան ասեցի կուզեք ձեր ծնունդին լինեն, իրանք ասեցին, հա, շատ ուրախացան, հետո ասում եմ գրեցի, իրանց ասեցին չեն կարող մասնակցել, այդպես չգիտեին իրանք, ես անակնկալ արեցի տորթի պահին իրանք մտել են ներս ու այդ պահը շատ գեղեցիկ ու տենց շշմել էին աղջիկները ոնց թե ես աստղերը մեր ծնունդին Մերի Մակարյանն էլ հաղորդեց իրանց մուտքը, այսպես շատ գեղեցիկ ծնունդ ունեցան աղջիկներս հայկական կերպարներով։ Շատ լավ Ալիսա ջան, հիմա տալիս եմ մեր վերջին հարցը։ Նախադասությունը կասեմ, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Արևահամբարն եմ սիրում։ Ամեն ինչն եմ սիրում։ Հողն եմ սիրում, ջուրն եմ սիրում, պտուղն եմ սիրում, ամեն ինչը բերք ու բարիքն եմ սիրում, մարդկանց եմ սիրում, ջերմությունը, բոլորին սիրում եմ։ Սպասում եմ, որ մարդկանց չասեցիք, որովհետև մեր հյուրերը հիմնականում առաջինը մարդկանց են ասում։ Այս անգամ դուք ոնց որ առաջինը հողն եմ սիրում ասում, բայց մարդկանց չասեց։ Չի կարող չասել, շատ եմ սիրում հայերին, չէ։ Բարձր եմ պահում այստեղ հետ էլ որ հայի մասին խոսում են, բարձր եմ պահում պատիվը միշտ ու հպարտ եմ որ հայ եմ։
Շատ ուրախ եմ, եթե երկրորդ անգամ այդ հնարավորությունը լիներ, որ ես ծնվեի, էլի կուզենայի, որ հայ ծնվեի։ Ու շատ կարևոր է, որ այդքան հայ լինելով հանդերձ, թեկուզ հայրենիքում չեք ապրում, բայց տեսեք դրսում էլի հայի պատիվը բարձր եք պահում ձեր երեխաներին, թեկուզ գիր սովորացնելով, չեք փոխվում, էլի մեր ինքնությունն է ոնց կա, այդպես էլ փորձում եք պահեք այդ պայմաններում, ուրիշ երկրում օտար հողի վրա։ Այո, պիտի տարբերվեն, հայերը պիտի տարբերվեն, ձև չկա, պիտի հայերը տարբերվեն, պետք է լավագույնը լինենք։ Շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ իրոք, Անիսա ջան։ Դե ձեզ բարի գիշեր։ Շատ շնորհակալ եմ։ 1 ժամով տեղափոխվեցի Մտովի Հայաստան։ Շատ շնորհակալ եմ։ Ջուրն էլ տեսակ։ Երբ ուզում եք զանգահարեք, միշտ կսպասեմ, Շուշան ջան։ Շնորհակալ ենք։